Սասնա ծռեր, Բ հատոր, մասն երկրորդ, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ ԺԶ պատում, Սասնատուն, Վանա Գավառա բարբառով, պատմողը և գրի առնողն անհայտ։ Սանասար և Բաղդասար։ Տանք ողորմին, պարոն Տեր Ներսեսին, օշնյալ է Աստված քո խնամն է շատ։ Տանք ողորմին, յոթ ճոխծամ գուհարին, օշնյալ է Աստված քո խնամն է շատ։ Տանք ողորմին Սանդուղ խաթունին, օշնյալ է Աստված քո խնամն է շատ։ Տանք ողորմին Սանասարին, օշնյալ է Աստված քո խնամն է շատ։ Տանք ողորմին Բաղդասարին, օշնյալ է Աստված քո խնամն է շատ։ Տանք ողորմին Խանդոտ խաթունին, օշնյալ է Աստված քո խնամն է շատ։ Տանք ողորմին Ճոճ Մելքոնին, օշնյալ է Աստված քո խնամն է շատ։ Տանք ողորմին Ծենով Օվանին, օշնյալ է Աստված քո խնամն է շատ։ Տանք ողորմին Տրալ Վերգենին, օշնյալ է Աստված քո խնամն է շատ։ Տանք ողորմին Աստղիկ թագավորին, օշնյալ է Աստված քո խնամն է շատ։ Տանք ողորմին Ճոճ Մհերին, օշնյալ է Աստված քո խնամն է շատ։ Տանք ողորմին Թլոլ Տավիթին, օշնյալ է Աստված քո խնամն է շատ։ Տանք ողորմին Պստիկ Մհերին, օշնյալ է Աստված քո խնամն է շատ։ Կելնի մեկ թագավորըմ, որ կռապաշտ էր։ Եսա թագավոր կտեսնա, որ չի կանա գլոխ ելնի խետ պարոն Տեր Ներսեսին, միտ կտնի ինոր Սանդուղ անունով աղջիկն առնել։ Իսոր խամար մարդ կորողքի Տեր Ներսեսին կասի քո աղջիկ տու ծիկ, ես իմ երկրի կես կուտամ քե։ Տեր Ներսես պատասխանեց, թե էդ բան ինչպես կելնի, քանի որ ես քրիստոնյա եմ դու կռապաշտ։ Իսկի քրիստոնյա աղջիկ կռապաշտին կուտան։ Թագավորն ասաց, ինչի՞ չէ, քանի որ ես պատրաստ եմ իմ սարի դիմաց ժամըմ շինել, ինոր մեջն էլ տերտերըմ տնել քո աղջկան խամար։ Թագավորի ասաց, որ չափ որ ընդունեց Տեր Ներսես, աման ասաց, պետք է որ իմ աղջկան կամքն էլ առնեմ։ Երբ աղջկան այտնեց եսպյան, աղջիկն ասաց ինոր քո կամքն ինչ որ կուզի են արա, աման կուզեմ գիտնալ, թե ես քրիստոնյա պտի մնամ, թե դառնամ կռապաշտ։ Խերն ասաց թագավոր խոսք է տվի, որ ուր սարի դիմաց ժամըմ շինի, ինոր մեջն էլ տերտերըմ տնի քե խամար, որ դու քո ուզածի պես պաշտես քո ասպաց, ուր երկրի կեսն էլ մե պիտի տա։ Իսոր վերեն աղջիկն ընդունեց, ասաց մեծ է զորություն Քրիստոսի, ու են թագավորու օրողկած մարդերած խետ կնաց։ Աղջիկ երբ թագավորը մոտ խասավ, թագավորը շատ ուրախացավ, 7 նոր 7 գիշեր խարսնի սարած, պսայվավ են աղջկան խետ, աման 3 տարի նոր մոտ չկնաց, մենակ թե ուր սարի երդսից կզրուցեր խետ։ Աստծու խրամանքով Սանդուղ գիշերըմ երազ կտեսնա, են երազի մեջ խալիվոր մարդըմ կերևնա ինոր կասի, եսա էլավ 3 տարի, որ թագավորու խետ պսայվեր ես, աման իսկի անկողին չես գնացի, իսոր խամար պետք է, որ թագավորուց խնդրես ու ասես, որ վաղ կյատաղանի, իսկի որցեղեն ասած մարդ տնից դուշ չելնի, որ դուք մարդերով елնես երթաս եսա դիմացի սար ֆռաս։ Եբ կերթաս, գիծած լնես, որ ենտեղ անմախական աղբյուրըմ կա, ենտեղ խասնելուտ պես կնստես են աղբրի կլող, կլվացվես, ինոր ճրից կխմես, քո ծիուն էլ կխմծուցես,
Ենտեղ կուտես, կխմես, քյոքև կանես, ապա կդառնաս ետ։ Դառնալուն պես են գիշեր կերթած մոտ թագավոր քո սրտի մուրազին կխասնես։ Սանդուխեն առավոտ նարտնանալուն պես գնաց մոտ թագավոր ուր խնդիրք նարած։ Թագավոր շատ սիրով ընդունեցին օր խնդիրք, դալալ կանչելի տուրեն օր ու կատաղա արած, որ որցեղեն ասած մարդ ուր տնից դուշ չելնի, ինչի որ թագավորու հարամն են օր պտտելու պտի ելնի։ Են օր սանդուխ ուր մարդերով ու խալայեղներով միայտեղ դուսելավ սարից գնաց վռռալու։ Շատ գնաց, քիչ գնաց, խասավ մարութա պանցր սարի մոտ, նստավ են աղբրի մոտ, լվացվավ, խմավ ինոր ջրից, ուրծի ունել խմծուց, ինք նստավ կերավ ու խմավ, ծինել չայիրի մեջ թողեց արածալու։ Ուր քեվ աղեկմ խասուցելուց ետ, նորեն ուր մարդերով ինքավ ճամպախ ետ դառնալու համար։ Կես ճամպախ խասավ թե չէ մեկ էլ հանկարծ, երազի մեջ երևցած խալիվոր դիմացնելավ ու ասաց, գիցած ըլնիս, որ քեզնից ելած տղեն, ես ատեղ ժամըմ պիտի շինի, են ժամու անունն էլ պտի տնի մարութա պանցր ասպածածին։ Ես խոսքն ասած թե չասած, շոտըմ ճոչ խաչակարըմ բերեց ու ենտեղ տնկեց ուր ասացին նշանակ, մեկ էլ շուտըմ աներևութ ելավ։ Սանդուխ եսա պանի վերեն շատ ուրախցավ ու ճամպախ ինքավ չուր սարեն մեկ, եբ խասավ են կիշեր թագավորու մոտ գնաց։ Քաշեցին նամից թե չէ, աստվածութեն ջուխտըմ լաչի դուր սանդուխին։ Քիչ ետք սանդուխիցին էլ ծնավ, խորոտ քուրակ մի բե։ Իսոր խամար թագավորի ջոչանք սարեն շողվան, կերան, խման, շատ ուրախություն արին, աման որ չափ որ աշխատան չկարցան են տղեներանց անուն տնել։ Մեկ էլ անկարծ են խալիվոր մարտերևաց ու ասաց, ես պիտի տնեմ իդա տղեներաց անուն, մեկու անուն սանասար, մեկ елին էլ պախտասար պիտի ելնի, ծիու քյուրակի անուն էլի դիր քուրկու ջալալի, աստված օխնի, սանասարն ու պախտասար ինան քուրկու ջալալին։ Սանդուխն ինան ուր կսրախ են անմախական աղբրիչուր խմած ըլնելու խամար սանասարն ու պախտասար աստծու խրամանքով են տեսակ պետ ու կլավն են, որ մարդ կասեր թե 3 տարեկան տղա են։ Քուրկու ջալալին էլ զատի խոսքով չէր պատմվի, են տեսակ պետ դայեր ու խրեղեն։ Քաշեց 3 տարի չքաշեց սանասարն ու պախտասար պետ կտրի չելներ դարձան։ Են ժամանակ սանդուխ թագավորու մոտ գնաց խնդրեց ինորմից, որ խրաման տա ուր խորտուն դարձ երթալու, 2 ամսուց վերջ նորեն ետ դառնալու համար։ Թագավորն ընդունեց սանդուխի խնդիրն ու փոխանակ 2 ամսվան 4 ամիս մնալու խրաման արած։ Սանդուխ մեկ էլ օր շուտըմ ճամփախ ինկավ ուր մարդերով մեյտեղ տեղ ուր խորտուն։ Եվ խասավ մարութասար անկարծ սաստիկ անձրևն պռնեց, ինոր խամար կենաց մտավ ճոչ պալի մտակ, տեսավ որ օգուտ չունի գնաց ճոչ քարը մի բե ու քարի կուշտն իդիր, ապա ասաց ուր տղեներած սանասարին ու պախտասարին մատաղ ձեր արիվուն, տեղ գնացեք մեկ քարել տուք պիրեք, որ մեկ ու վերեն տնենք ու մտնենք ինոնց տակ ռավակ լիրի չուրանձրև կտրի։ Սանասար ու պախտասարն էլ գնացին մեկ քար պիրին ու վեր մեկ ու դրին քյոլկեշինեցին մտան տակ չուրանձրև կտրավ։ Են ժամանակ նորեն երազի մեջ երևցած մարդ անկարծ ենտեղ ներևաց ու ասաց, ինչ կանեք։ Սանդուխն ասաց, աստծու շնորհքով տուն մեմ շինե իմ տղեներով մեյտեղ, իրիշկի տեսք խավնես մեր տուն։ Խալիվորն են տան բլոր քիչըմ պտտեց ու եկավ ասաց, ասպաց օխնի ձեր տուն, էս տունն էլավ սասնա քաղաք։ Ինոր խամար սանդուխ մարդ օրոխկեց, ուր խերպարոն տերներսես ուր մոտ կանչեց։ Խերն եկավ շատ ուրախելավ են տան վերը, նստավ ինոնց խետ կերան, խման ուրախութեն արին, վերջ են տանանուն սասնա քաղաք տրին, սարեմ էլ շինեցին են տեղ։
Այն ժամանակ սանդուղքն ասաց ուրխոր. մենք մեր մարմնավոր տուն շինեցինք, պետք չի, որ մեր խոքյաբոր տուն էլ շինենք։ Իսօր վերեն խրաման խանին ու սասնա ժողովուրդ հմեն էլ ենտեղ ժողովան ու են խալիվորու նշանով դրած խաչակյարի տեղ ժամամ շինեցին, մեկ օրվան մեջ թաքյուստեցին պրծան։ Մեկ էլ օրն էլ օծեցին ու պատարակարին, ժամու անունն էլ տրին Մարութապանցր ասպածացին։ Էր ժամ տունն շինելուց պրծան թե չէ, մեկ էլ խաբար բերին սանդուղին, թե քյո թագավոր մեռավ։ Ես խոսք որ լսան, ավելի ուրախացան, նորեն նստան, կերան, խման, շատ ուրախութեր արին։ Սանասարն էլ ուր խորտեղ թագավոր տրին։ Ես կերպով են թագավորու հմեն երկիրներ Սանասարի ձեռն ինքան։ Ըստենց 40 օր վերջել պարոն Տեր-Ներսես վախճանավ ու տարան թաղեցին են ժամտան մեջ։ Խլաթակյախքի մեջ Ջամփոլատանունով մարդ ըմկեր, որ դևերած թագավորն էր։ Եսա թագավոր եբ կրվի կերթեր, երկթե խալավ կխայներ, իսոր խամար սուրթուր չեր բանին օր վերեն։ Եսա թագավոր իսկի մեկ տեղել վախճուներ, ինոր վախ մենակ սասնատնեն էր, են տան կտրիշներ մենակ կանին զինքն սպանի։ Ավուր մեկ Սանասարն ու պեղտասարն խեցան ուրանց կամիեցի էր, մեկ աչ խպուցի մեջ թրան սարեր ավանելու խամար։ Ենտեղ մեկ խատ վերու ոչխարը մերեված, թե չէ շուտմ քաշեցին երկու աղբերներ ուրանց նետ վանեղներ ու զարգին են ոչխարին։ Նետեր դեպան ինոր ոտքերած աման ոչխար փախավ նորեն։ Երկու աղբերներ շուտմ են ոչխարի ետև նինքյան ու ինոր երնի նշանով կինացին։ Ջամփոլատ թագավոր ամեն ճան պխապերան մարդ էր տրե, որ հմեն երթացողից, գացողից խաբար արնեն սասնա կտրիչներած ելմուտի խամար։ Սանասար ու պախտասար շատ կինացին, քիչ կինացին, 3 օրից վերջ խասան մեկ անվերվերի տեղը։ Առանց են ոչխար տեսնելու։ Ենտեղ ինքյան քար քրեյտեկած մեջ, ըսկուն տեղը, որ խավքն ուր թիվով, օծն ուր պորտով չեր կան երթա։ Մեկ էլ տեսան, որ են յարալու ոչխար կնացեր էր, ինքեր էր ճոչ պալի մտակ։ Տեսան, որ թևերած մեկն էլ են ոչխար կերտելու վերեն էր, որ պատրաստեր էփելու համար։ Են թևը Ջամփոլատի կեշյուշն էր, որ են տեղ կմներ ընցնող դարձողներ աչքի ընցուցելու համար։ Են թևը ետ տեսավ Սանասարին ու պեղտասարին, շատ կուրախանա ու կասի. դուք բարով եկաք, խազար բարով, եй խողացիներ, ըսկուն կերևա, որ աստվածութեն ձիգ խամար ողորկեցե։ Սանասարն ասաց դե էլի մեյդան խենք տեսնանք, թե աստվածութեն որս որուն կանի, որուն կսմետ կանի։ Ես խոսքի վերեն թևն լավ մեյդան ու ասաց կտրիշներ ասեք խեմ մեզնից որ մեկ արջին տիր զանելուի։ Սանասարն ասաց դու ինչ որ կուզես թող ըսկուն էլնի։ Թևն ասաց ես ամեն մեկուտ մեկ թոփուս պտի զանեմ, են ժամանակ տեսնանք թե աստված ցիկ կուտա թե ձե։ Եսա խոսքից վերջ մեկ սահատի չափ զատացավ դև, ուր ձերած թոփուզն անթոլկեց ինոնց վերեն, են թոփուզն եկավ Սանասարի գլխի վերայից, ընցավ առանց վնաստալու, ինչի որ Սանասար մեյդան ելնելուն պես, եսաղոտ խնարեր էր ասելով, գիշեմ խացն ու կինին տեր կենթանին, որ խաչ պատրաստին խաչվի Սանասարի աչ թևին ու պախապան կենա Սանասարին, Մարութապանցր ասպածացին։
Են թոփուս թալելուն պես դև վազևազ դեղ Սանասարն եկավ ասաց. «Եй խողացին, խողիր, խող դառնաս»։ Սանասարն ասաց. «Չէ, ես ապավիներ եմ էնտեր կենթանին խաչնի թիվին, որ պախապանի Սանասարին»։ Ես ախոսքի վերեն դևն ասաց զարմանալով. «Յա դու Սասնա թագավոր Սանասարն ես, որ սկունի էլ թոբա ախտ կանեմ վերիմ յոթ պորտի, որ աստուց դեն ծետեմ չկրվեմ։ Մենակ եսակ խնդրեմ ձեզնից, որ ձեր վերեն աղեկմ տեղեկութեն տակցիկ»։ Սանասարն ասաց. «Չէ, քանի որ դու քո դարբ զարգիր բրծար, պետք է որ ես էլ իմ դարբ զարնեմ, ապա նստենք աղբոր պես զրուցենք»։ Սանասար խրաման արած, որ խորն փորեն էնդեղ։ Եբ խոր փորվավ, Սանասար ասաց դևին, որ են խորի մեջ մտնի, ու նորեն կրկնեց ուրախոտ քնասած. «Կհիշամ խացն ու կինին տեր կենթանին, որ խաչ պատրաստին խաչվի Սանասարի աչ թևին, չելնի որ ինոր դարբ ներթա քյուսնի կամին, ապա թող կտրի ականջ դևին»։ Ես աղոտ քնասելուն պես քաշեց թուրն ու զարկեց, են դևի ականջ կտրեց։ Դևն ասաց. «Ես քեգերիել խերիքի, մենակ թե իմ խնդիրքնենի քեզնից, որ ինչըխ ես իմ պախտ տվիք է, դուն էլ քո պախտ տասցիկ ու ասես, թե որ դու չես Սասմա թագավոր Սանասար, ինոր վերեն ծիկ տեղեկութունըմ տաս։ Մեկ էլ եբ կխասնես ենոր մոտ, են օրոխկես գա մոտ մեր Ջամփորատ թագավոր»։ Սանասար բանım չասեց են դևին, չունքի ինք որավ անելու խամար զատացեր էր թախտից թագավորութեն տվեր էր ուրմոր Սանդու խատունին։ Գանք յոթ ճոխցամ գյուհարին։ Յոթ ճոխցամ գյուհար կենականջ կտրած դևի յարն էր։ Ինոր խամար եբ տեսավ ինոր կտրած ականջ, շատ մրթավ, շատ էլ խաթր մնաց Սանասարից։ Շուտը գյուհար թուղթեմ գրեց իտուր քամուն։ Քամին են թուղթ տարավ խասուց Սանասարին։ Են թղթի մեջ գրած էր, թե Սանասար, ինչ կանես արա, խետ աղբորը տախտասարին ծիկ օգնություն արի, դևեր կայներ են կռիվ կուզեն, ես մենակ եմ, չեմ կանակայինի ինոնց դեմ։ Ջամփոլատն էլ շուտըմ գաշուշներ ուրոխկեց ու համեն ճամփխապերան կայնցուց։ Են ժամանակ Սանասարն ու պախտասար շուտը մելան խեցան ուրենց քամուձյանք ու քշեցին սարնի վեր, շատ կենացին, քիչ կենացին, խասան չուր վրե բատման գետի կարմունջ։ Ենտեղ տեսան 40 դևեր նստած, որ աղբերին մեմեկու։ Ես դևերն էլ Ջամփոլատի թշնամիքնին, որ ենտեղ սեղան դրերեն կուտեն ու կխմեն։ Իսոնք եբ տեսան Սանասարին ու պախտասարին, շատ ուրախցան, շուտը մելան ուրանց տեղեն, Սանասարն ու պախտասարն իջուցին ձիերեն, ուրենց խեց սեղան նստացուցին, գերան, խման, շատ ուրախութեն արին, ապա էլանվեր, որ խեցնեն ձյանք ու ինեն ճամպախ։ Են ժամանակ ենտևերուց ճոչ աղբերն ասաց, քանի որ պիտի երթանք, պետքի առաջ տեսնանք մեր, են ինչ խրատ, որ կուտակ է, դուք սկունարեք, որ վնասım չի գա քե Ջամփոլադից։ Սանասարին ասաց, գնա մտի տանտուն, ենտեղնի մեր, որ ուրծծեր աչ ու ձախ թիվ կերած, վերեն թալած խաց կթխի։ Թե որ աջողար ինոր ծծի պտուկ պերանը տարնել ետվանց, են ժամանակ խասնես քո սրտի մուրազին, թե չաջողար շատ պիտի վնասվես։ Սանասար եբ տուն մտավ տեսավ, որ ախագին սարի պես կնիկամ ուր երկու ծծեր երկու թիվ կերած վերեն թալած հոգեխած էր թխե։ Ենիք տեսնելուն պես շուտըմ խասավ ետվանց ու ենոր ծծի պտուկն արեց պերան։ Կնիկն ասաց, խողացին կոտրի են պերան, որ էսակի ասաց,
թե չէ դու իմ պատրաստ կեր պիտի ելնիր մկա, աման ես կերպով տյունել էլար իմ զավքներած մեկ։ Ես ակնիկ ուր ջհելուտնի ժամանակ Ջամփոլատի յարն էր էլի։ Անոր խամար Ջամփոլատին էլ ասել էր, թե դու ըսկուն կտրիչ ես, որ աշխարարած կդողա քեզնից, էլ դու վիր մնից կվախենաս։ Ջամփոլատն էլ ինոր ասել էր, ես ուրիշ ոչ մեկ տեղից վախ չունեմ, իմ վախ մենակ սասնա կտրճներած մնենի, ու իմ մախ յա ճոճ մելքոնից յա Դավիթից Սանասարից։ Իսոր խամար ասած Սանասարին Ջամփոլատի ես խոսքեր ու ինոր փոխարեն փեշքեշ ուզեց ինորից։ Սանասարն էլ ասած, գիտես, որ իմ խորքյուր Արաբստանամեջ կարմիր դևի խետ կռիվ կանի մկա, աղտելնի, որ մենք երկու աղբերով կռվինք ենոր խետ ու զենիք սպանելով քյոտղեն ինոնց իշխան տնենք։ Կնիկն ասած, թե հետ դու պիտի սպանեսեն կարմիր դև, որ խողացնից իսկի վախ չունի։ Ինչ կանդար, որ յոթ ճոխծամ գուհար քո քյորնի, են դևինել կնիկնի։ Իսոր խամար են ուրերիք չի թողնի քե պռնի։ Իսոր խամար քեկ ասեմ, որ ինորից պատրաստ կենաս միշտ, որ չխապվես ու աղթվես։ Մկա քանի որ դու էլար իմ զավքներած մեկ քե ասեմ, թե ինչ կերպով պիտի աջողես են սպանել։ Առաջ կերթաս յոթ ճոխծամ գուհարին կասես, որ քե ուսուցի պարոն Տեր Ներսեսի աղոտք։ Սանասարն ասաց, ես են աղոտք գիտեմ, զաթին օր վերենել ավելցուցեր են կեսպան, հիշի խացն ու կինին տերկենթանին մարութապանցր ասպացածին, որ խաչ պատրաստին, խաչվի Սանասարի աչթևին։ Խա Սանասար, մկա գիտեմ, որ դու էտ աղոտքի շնողքով պիտի աղթես քո թշնամուն։ Աման քե ասեմ, թե ինչ անելու ես ենիկ աղթելուց վերջ, եբ էնել մերուցես, ենոր կրակի ձի մկա, ենձին արնես քե, ինոր մարիֆատ շատ։ Ես ժամանակ յոթ ճոխծամ գյուհարն ասած կարմիր դևին, շուտ վերելի խողացինը մուր ոտով քի մատաղի կեջ, կարմիր դևն ես խոսք լսելուն պես վեր թռավ ու եբ տեսավ Սանասարն ու Պեղտասարն ասած, թե դուք են կանդար պստիկ եք, որ ոչ կահվալթի եք, ոչ էլ ճաշ, խեղճ զավալիկ, ձևր կամինս կնայի պեիմ ոտ, դենստեք քիչմ խաց կերեք ու ճյուր խմեք, տեսնանք խենք աստվածի ինչ կուտա։ Եբ նստան խաց ուտելու, կարմիր դևն ասաց, դե ասեք խենք, դուք ինչ աղփոթակ կարմիր դևի ձեռնից ու խասակը ստեղ, մեկ էլ ասեք խենք, ինչ ասաց ու ինչ խրատիտ ու ձե։ Սանասարն ասաց, մե պատվիրեց, որ պարև անենք քե ու ասենք, թե Սանասար ինչ վաղտ քյոմոտ կխասնի, շուտըմ դիմաց նելնես ու կրվես խետ, քյո զարկած թրբնել երեքից ավելի չելնի։ Կարմիր դևն ասաց, խա, զաթի մեր թրբն երեքից ավելի չէ, աման ես մկա խալի որ ծեր եմ, չեմ կանակրվի, թող ձեր խորքյուր յոթ ճոխծամ գուհար կրվի իմ տեղ։ Սանասարն էլ ասաց, իմ խորքյուրն էլ պարվցիրի չի կանա, են մի օրոխկեց, որ խետք է կրվենք։ Խացից վերջ ելան մեյդան, Սանասարն ասաց կարմիր դևուն, առաջ մենք զանենք, թե դու։ Դևն ասաց, պետք է որ առաջ դուք զանեք, քանի որ դուք եք իկե իմ մոտ։ Սանասարն ասաց, ինչ կանդար, որ մենք ինք իկե առաջ, աման դու մեկ անչեր ես։ Դևն ասաց, թե որ ես եմ կանչեձե, դոր իմ ձեռագիր։ Են ժամանակ Սանասարն շուտըմ խանեց ծոցեն ինոր ձեռագիր ու նշանցի դուր։ Շատ աղեք ասաց կարմիր դև, քանի որ է դա սկնայի, առաջ ես կզանեմ։ Դե ասա խենք ինչ կուզես որ զանեմ։ Սանասարն ասաց ինչ որ քո խոքին կուզի են արա։ Դևն ասաց ես ուրիշ բան պիտի չանեմ,
ապա 3 խատ թոփուս պիտի զանեմ։ Այն ժամանակ Սանասարն կայնավ դաշտի մեջտեղ։ Կարմիր դևն էլ շոտը մխեցավ, ուր կրակեցին ու 1 սահատի չափ զատացավ, կայնավ ու այն դեղեն, ուր թոփուզն անթոլկեց վեր Սանասարին։ Այն ժամանակ Սանասարն շոտը մասած ուրաղոտք։ Ինոր խամար կարմիր դևի թոփուս Սանասարից 40 գազ զատ ինկավ։ Աման ասկուն թոզ ու դուման խանեց, որ երգինք ու գետինք մտնավ։ Այն ժամանակ կարմիր դև ուրախ վազեց ասելով խողացին, խողիր խող դարձար։ Սանասարն ասաց չէ, քո ասած խողացին կյո ասլանի մպես քո արջևնի կայն է սախսելիմ։ Կարմիր դև եբ տեսավ ասաց հեյ վախ, ինչ էր պատճառ որ էսա խողացին սաղ մնաց, ասկուն կերևա որ դարբս պակաս էր։ Շոտըմ քշեց նորեն ուր կրակեցին, ու 2 սահատի չափ զատացավ, ու են թոփուզ նորեն անթոլկեց դեղ Սանասար։ Աման են թոփուս ճորով երկնուց տակ եկավ ու Սանասարի 1 մաս բիլաչ խորեց։ Ըստ ռյուս կարմիր դև նորեն վազեց ու ասաց խողացին, խողիր խող դարձար։ Չումքի եպեն թոփուս կթալեր, Սանասար ուրաղոտ կկրկներ ինոր խամար են թոփուզն ենորմից 40 գազ զատ ինկերեր։ Սանասարը նորեն պորած ասաց չէ, խողացին ասլանի պես կոքյո արջևնի կայն է աստծու շնորհով։ Կարմիր դևն ասաց հեյ վախ, ես էլ չէ լավ, ասկուն կերևա որ մեյդանս քիչ է մարինորեն։ Ըստ ռուս նորեն քշեց ուրցին ու 3 սահատի չափ զատացավ թոփուզնի տալ։ Ամա են թոփուզ 40 գազ նորեն զատ ինկավ Սանասարից։ Դև շոտը մապալ թապալ վազեց դեղ Սանասարն ու ասաց խողացին, խողիր խող դարձար։ Չէ, ասաց Սանասար, քո ասաց խողացին կո ասլանի պես քո արջևնի կայն է։ Դև եփեսպան տեսավ էլ երկինք ու երկիր մտնավ աչքերած ու ասաց խեղճ էլ ստրուս դրքանի, ինչ կուզես են արա։ Սանասարն ասաց ստրուս ստրուսի, յա դրնի յա զորնի, դե էլի ասաց կարմիր դևուն, քո ցորեն խան ես ախորից ու տույն օր մեջ մտի։ Դև շոտըմ խանելի դուր ցորեն են խորից ու ինքին օր մեջ մտավ։ Սանասարն ասաց բերել դու 40 տակ ըխտան կաշի, անոնց մով ծածկի խորի պերան։ Դևը սկուն արած, Սանասարն ասաց եսա 1 դարբ աստծուն խաթար։ 1 խատելի զարկ ասաց, ես էլ իմ ծծած կաթին ու ձեր տան մեջ կերած խացին խաթր, իմուն մնաց 1 դարբ, են ժամանակ կրկնեց ուրաղոտքն ու ասաց, կհիշամ խացն ու կինին տեր կենթանին, զանեմ թուրնի լահորին, չերթայիմ դարբ քյուսնի կամին։ Ասաց ու քաշեց թուր իզարկ թուր, են թրով կտրեց 40 տակ կաշին ու կարմիր դև 2 ճողի բաժնեց, վերջեն էլ 1 գազ էլ գետին մտավ են թուր։ Աման, իսկի վեր են դևին խապեր չելավ ու ասաց կտրիչ, քո դարբն արա 2, չէ ասաց Սանասար, կտրչի դարբ 1 կելնի, 2 չելնի, դու հելետիրեմ քետապ դու ենգախ պիտի տիսնաս։ Կարմիր դև եբ տիրëm իրար դեպավ, շուտը մելավ 2 կտոր ու գետին ինկավ։ Սանասար խրաման արած, որ են կաշիկ վերուցեն, են ժամանակ դյուս խանին կարմիր դևի ջենտեք ու տարան խորեցին լացով ողպալով։
Խաբար կնաց 7 ճոխծամ գյուհարին ու ենիք շատ մրթավ, չունքի ինք 40 տարի կարմիր դևին խալայություն էր արե։ Ինոր խամարը լավ զեհիր պատրաստեց ու ռոխկեց ուրախպոր տղեներ մոտ կանչեց։ Սանասար ու պեղտասար թուղթ գրեցին 40 աղբեր դևերած, որ ուրենց ճոճ աղբեր նրոխկեն կարմիր դևի տեղ թակավոր ելնելու խամար, ուրենք էլ էլան կնացին մոտ 7 ճոխծամ գյուհար։ Քիչ վերջ 40 աղբեր դևերած ճոճ աղբերն եկավ ու կարմիր դևի տեղ թակավոր ելավ։ 7 ճոխծամ գյուհար ուր պատրաստած զեհիր շարբաթի մեջ իլից ու ռոխկեց են դևի թակավորութեն շինախավորելու խամար։ Են շարբթից Սանասարն ու Պախտասարն էլ խման ու խմելուն պես էլան սարխոշի պես։ Սանասարն էլ են կիշեր էրազ մերտիս է թե ուրենց մախ մենակ 7 ճոխծամ գյուհարի ձեռնով պիտի գա։ Աման 7 ճոխծամ գյուհար չլսութեն տրերեր վերեն, իսկի ուր սրտի մրմուր այտնի անել չերի տա։ Ապա ինչ կանդար, որ սրտով թշնամի էր Սանասարին ու Պեղտասարին, աման երեսան շատ ուրախ նշանց կուտեր ինքզինք։ Ենոր խամար եբ Սանասարն ու Պեղտասար տեսավ, շուտմ ենուց դիմացնելավ ու ասաց դուք խազար պարով եկիք է, վերիմ աչիչ, վերիմ գլխուն, ես ձե շատ իկարոց է։ Ապա այդ տեսակ եք այսօր ինչի ձեր գոն կերպ թալեր եք ու գեշ կավրի պես ելերեք։ Սանասար ես խոսքեր որ լսեց շոտմ խասավ տեղ գյուհար ու բռնեց ինոր 7 ճոխ ծամեր, որոնց մից 7 ճախցի քար կախած են ու կրկնելով ուրախոտ կասած կհիշամ խացնու գինին տեր կենթանին, որ չեր թայմ դարբ քյուսնի կամին, ասելուն պես քաշեց ուր լահոր թուրն ու կտրեց ենոր 7 ճոխ ծամեր գլխախար, զանելուն պես գյուհարն ինկավ գետին ու մերավ։ Ինոր խետ քիչ վերջ ինկան մերան Սանասարն ու Պեղտասար խմած զեհերի խամար։